Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ նժդեհական ծռերին։ Օրս իմ հարազատներից մեկը ինձ տեսանյութ էր ուղարկել, որտեղ մի նիկոլական բլոգեր փորձում է արդարացնել Նիկոլին Արցախը հանձնելու գործում եւ այդ արդարացումը փորձում է ներկայացնել ազգային ժողովրդավարական բևեռի պատրաստած հաղորդաշարով, որտեղ մեր Հերմինեն հստակ մեջբերումներ է անում Պուտինի խոսքերը իբր Արցախը Ադրբեջան է, այնտեղ Շոյգուի խոսքերը, իրենց այդ քարոշչա մեքենաների, մեր Կուրգինյան, մեր չէ, ինչ մեր, դրանց այդ քաղաքագետ Սերգեյ Կուրգինյան կա, չէ՞ որ Ռուսաստանի բանն է, չէ, կարևոր դեմքերից է այդ Մարգարիտա Սիմոնյանին եւ իհարկե Դուգինին, ամենայն Դուգինին, որ ասում է, եթե Ռուսաստանը ձեզ չփոխանցեր Արցախը, դուք տեղներով կրակել դառնայիք, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չէր կարող Արցախը Հայաստանից վերցնել։ Հիմա մենք մերն արել ենք, Դուգինի խոսքերն է, հերթը ձերն է, որ պետք է մտնեք, այսինքն Ադրբեջանը պետք է մտնի ՀԱՊԿ, ԱՏՄ։ Այս ամեն ինչը, որ ազգային ժողովրդական բևեռը, դա հիմա չենք ասա, չէ՞, մինչև Արցախի, որ ասում ենք Արցախի աբխազացումը տեղի ունենում, այսինքն մինչև 20 թիվը ասվում էր այդ մասին։ Հիմա արդեն այս հաղորդաշարը Արցախը կորցնելուց հետո դե կառուցել ենք, սարքել ենք, դրել ենք։ Եվ այս նիկոլական բլոգերը, քարոզիչը իբրև ապացույց, որ տեսեք Նիկոլն ինչ անել, ռուսները բոլորը տեսեք խոսում են, որ իրենք են Արցախը հանձնել։ Պատկերացնեք, ու ցույց է տալիս հիմք ընդունելով, ասենք մեր հաղորդաշարը։ Դե իսկ մեր հաղորդաշարում ոչ թե ուղղակի օդից խոսվում է, այլ բար առ բար այդ քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների խոսքերը նրանց խոսակցական, նրանց օրով ամսաթով երբ են հայտարարել, որ օրը, որ ամսաթվին, որ ժամին։ Եվ փորձում է ինքը Նիկոլին արդարացնել, որ Նիկոլը ընդհանրապես կապ չուներ Արցախը հանձնելու հետ։ Մի ուրիշ ժամանակ ասում են նախկիներն արդեն ստորագրել էին այդ նույն նիկոլական բլոգերները։ Հիմի արդեն ցույց են տալի անգամ բևեռի այդ հոլովակը, որ ժողովրդին, որ մարդկանց համաձայն, որ Նիկոլը խնդիր չի ունեցել, ինքը չի վաճառել։ Բա ես չհասկացա, այդ Պուտինը ումից է Արցախը վերցրել, պետությունը ղեկավար ուներ, չէ՞, որ Արցախը այնտեղ դեն գծած չէր։ Այսինքն Նիկոլը համաձայնվել է, չէ՞, որ այդ խաղը խաղա։ Նիկոլի, որ համաձայն չլներ Պուտինը, ո՞նց էր վերցնելու Արցախը տար Ալիևին։ Ո՞նց են այդ դավաճանական պատերազմը սարքելու։ Այդ Նիկոլի ասած սցենարով պատերազմը ո՞նց էր գրվելու։ Ո՞նց կարող եք ասել Նիկոլը մեղք չունի։ Ասենք Նիկոլը չի ես եմ։ Ինձ ընդդեղից ասում են, պետք է Արցախը տաս, եթե ժողովուրդը դեմ կլինի, պատերազմ սարքում, լավ ջարդում ենք, փշրում ենք, խանգարում ենք, որ ժողովուրդն էլ կոտրվի, ինչ որ արվել է, որ հետագայում անգամ մտնելով չանցնի նորից հետ վերցնել, ռևանշ չլինի, մեծ զոհեր, մեծ կորուստներ, էլ ինչ որ արվել է։ Դուք ինչ եք կարծում, ես կասեի, հա Պուտին ջան, վերանենք։ Թե առաջերտին տեղյակ կպայի Հայաստանի ժողովրդին, որ մեր դեմ դավադրություն է պատրաստում անել մեր դաշնակիցը, եւ Մինսկի խմբի են երկու համանախագահներին, Ֆրանսիային եւ Ամերիկային։ Եվ անմիջապես ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից պետք է դուրս գայինք եւ դիմեինք հակաթուրքական կոալիցիային, Ամերիկային, ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու։ Նիկոլը նման բան արել է։ Չի արել։ Պուտինն ասել է, բերես բան սենց անեք, համաձայնվել է։ Ոնց թե մեղք չունի։ Ինքը հացակից է Պուտինին։ Ու ասեմ ոչ միայն ինքը, ամբողջ նախկիններն են հետը։ Եթե նրանց աջակցությունը չլներ, եթե նրանք իսկապես այդպես դեմ լինեին այդ երևույթին, Նիկոլին կխանգարեին։ Ոչ թե կօգնեին, ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կասեին, ասեք Քոչարյան Ռոբերտն ասում էր անմտություն է հրաժարվել այդ փաստաթղթից։ Իր սրդով էր էլի։ Պուտինի գրած թուղթն էր, դրա համար իր սրդով էր։ Հիմի այս հանձնաժողովը, որ
սարքել էին այդ 44-օրյա պատերազմի, որ քննում էր։ Չէ՞ որ բան են որոշել, բայց տարել են արխիվ։ Ժողովրդին չեն ներկայացնում։ Բա այդ խորհրդարանի ընդդիմություն կոչված է, այսինքն դա ընդդիմություն չեն։ Խորհրդարանը միատարր է, բոլորը թրքաբոլշևիկներ են, բոլորը Պուտինի ղազերն են։ Այնտեղ չկա հակառակորդներ։ Դե եթե նրանք այդպես շատ անհանգստանային, կասեն հələ հանեք, հանրայնացրեք։ Անդրանիկ Քոչարյան, այս հերթական Քարորյան ուսումնասիրեցիր հանցագործ չգտար։ Դա Սերժիկի օրոք էր։ Եթե դա Սերժիկին դեմ եք, Սերժիկի հանցանքները գտնեիք այդ պայմանավորված պատերազմի։ Չգիտեմ, էլ ինչ ես ուսումնասիրել, մարտի 1 ես ուսումնասիրել, օկտեմբերի 27 ես ուսումնասիրել։ Ինչ ասես Անդրանիկ Քոչարյան ուսումնասիրում է, դու այնտեղ ասում ես խախտում չկար, դնում է այնտեղ։ Ֆորս մաժոր է եղել, բանը գերբնական ուժեր են այդ գործողությունն արել, մարդը անհնար էր որ կասեցներ։ Երևի էլի։ Արցախի օտարումը առանց Քոչարյանի, առանց Լևոնի, առանց Սերժիկի համաձայնությամբ ու նրանց անմիջական մասնակցությամբ Նիկոլով չէր լինի մենակ։ Դրա համար այդ հանձնաժողովը ինչ արեց, սասկես տարավ դրեց այնտեղ։ Բայց ու մենք գիտենք ինչ է տեղի ունեցել։ Ու այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխան է տալու։ Սա այսպես չի մնալ, է։ Շուռ է գալու։ Ու բոլորը պատասխան են տալու։ Դրա համար է որ Բևերյանը լսում են նկատել եք որ մարդիկ կան այսպես ընտրություններից էս վահանակ են սարքել նկարներ են դրել տարբեր քաղաքական ուժերի կամ չգիտեմ մարդկանց անհատների եթե այսօր լիներ ընտրություններ ում կընտրեիք չկա Բևեր ով ասես կա անգամ մարդ կա որ դեմքն էլ չի երևում ասում է էս էլ չգիտեմ ես իմ ով է բայց Բևեր չկա ես իմ ով կա բայց Բևեր չկա Այդ ինչից է, ասենք դա կլինի Քոչարյանական բլոգեր կամ լրատվամիջոց, կամ Նիկոլական, կամ չգիտեմ Սերժի կամ այդ ոնց է դուք որոշετε, որ բոլորդ որոշում եք, որ ընտրությունների այս մարդկանց մեջ պետք է միջև պետք է ընտրություն արեք, ու այդ մարդկանց մեջ Բևեր չկա։ Ինչից է որ բոլորդ խուսափում եք Բևերից։ Որտեղ բոլորդ հանցակից եք։ Այն ինչ որ մեր գլխին կատարվեց։ Ու Նիկոլական բլոգեր, այդ որ դու դες ցույց ես տալի, որ իբր Նիկոլը մեղավոր չէ, Պուտինն էր մեղավոր։ Այդ Նիկոլը այդքանից հետո ինչի է ասում, բանը, ով որ Հայաստան եւ Ռուսաստանի մեջ սեպ քխրի, բան ինաստրաննի ագենտ է։ Բայց եթե գիտեք, որ Ռուսաստանն է արել, ինչի է Նիկոլը դες գրգում Պուտինին։ Ինչի ասում Ռուսաստանը չի կարելի վիրավորել։ Ինչն է պատճառը։ Որովհետև ինքը հանցակից է, եթե Ռուսաստանը թույլաtsավ պատասխանատվության ենթարկեցին, իր մասին էլ են ասելու։ Էս է խնդիրը։ Էս ուղղակի ուզեցի ասեմ, որ աչքներդ բացեք։ Հասկանաք ինչ է տեղի ունենում։ Եթե Պուտինն ասում է Արցախն Ադրբեջանը, դա չի նշանակում, որ Հայաստանը ոչ մեկ անելիք չունի։ Վերջ Պուտինի ասած նորենք է։ Կամ նախկինները ստորագրել էին դրա համար Նիկոլը տվեց։ Ղալատ էին արել, անգամ եթե ստորագրել էին։ Չնայած որ ստորագրել էին Ալիևը կտաներ։ Շուտ։ Չէր թող այնտեղ որ դուք շահագործեք։ Եթե անգամ ստորագրել էին, դու եկել էիդ ինչ է, ասենք Սերժիկի կամ Քոչյանի ստորագրած փաստաթուղթը կյանքի կոչելու։ Թե եկել էին ասել հոп, ես ինչ եք արել։ Հələ եկեք պատասխան տվեք։ Ես ոչ մի բանի տեր չեմ, ես սկսում եմ որ ասել իմ կետից։ Ինքը սկսեց Պուտինի կետից եւ ուզում է ավարտել Էրդողանի կետով բայց դա ձեզ չի հաջողվի միևնույն է Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ պատասխան եք տալու դուք բոլորդ նույնն եք ստապ եղեք